Բարի առավոտ, սիրելի հետևորդներ ջան։ Արևը նոր է ծագել և բարձրանում ու տաքացնում է։ Այսօր մարտի 8-ն է, ժամի 8-ն է և կարող ենք արդեն իսկ վաղ առավոտվանից շնորհավորանքները սկսել և նվերները բաժանել։ Ջան ուրախություն, սիրելի հետևորդներ ջան, այս արևի ծագելու հետ մեկտեղ բոլորիդ ցանկանում եմ սեր ու ջերմություն։ Դուրս եմ եկել, հավերից բաց եմ թողել։ Մի շնչում է կերան իրանց ցորենը։ Երկու բառ խոսեցի արդեն ավարտեցին։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ես էլ այս ջերմ ու պայծառ արևն եմ ձեզ նվիրում։ Ջերմացեք և երջանկացեք սիրելիներս։ Իսկ հիմա օգտվելով այս գեղեցիկ տեսարաններից տանեմ ու միացնեմ իմ երեկվա վլոգին և ձեզ ուղարկեմ։ Բարի դիտում բոլորիդ, սիրելիներս։ Այ սիրելիներս, չեմ կարող որ անտարբեր անցնել։ Մինչև դրսից եկա տուն, ուզում էի սուրճի պատրաստություն տեսնել իմ համար, մեկ էլ երկրաշարժը։ Եվ այստեղ աննկարագրելի զգացողություններ, փաստորեն երկիր մոլորակը նույնպես մեզ շնորհավորեց, ուրեմն եկեք չվախենանք և հումորով անցկացնենք այդ պահերը, ովքեր որ զգացել են։ Այ հիմա արդեն այս պահն էլ տանեմ ու միացնեմ իմ վլոգին, որպեսզի ամեն ինչ իր տեղն ընկնի։ Դուրս եմ եկել պատշգամբ, ինձանից անկախ տնից դուրս թռա։ Դե թա չգիտեմ ինչ անվանել, բոլորս էլ մի պահ դուս ենք թռչում, վախենում ենք, հետո անցնում եմ։ Ովքեր վախեցել են, մի մեծ բաժակ ջուր խմեցեք, սիրելիներս, և շարունակենք մեր այս գեղեցիկ օրը։ Սիրելի հետևորդներ ջան, երկար ճանապարհ եմ եկել և հասնում եմ Վայբրիս, մեր գյուղի։ Փոքրիկ նկարահանում եմ, բայց դու չես երևա, էլի, լոգիս համար։ Ստացվում է։ Հա, ոչ։ Ստուգում ենք, չէ։ Ստուգ է։ Անպայման։ Ինչ աղջիկ սա ուղարկել ես։ Ինքը շնորհավորը կարևորը առողջ ոնց ենք օգտվել ասամիացի։ Սրա մասին չգիտեի, ես ինչ ա։ Ես սրբիչներ պետք է լինեն։ Չէ, կոնկրետ էս այս պահին։ Այդ սրբիչներ ա ինձ ասել։ Կարող ա խաբել են ինձ։ Ավելի օգտակար բան են ուղարկել, էլի։ Ոնց միացնենք նորին։ Իրոք էս իմն ա։ Դե այդ կոդի տակը դա է, հա։ Եթե այդ կոդն են ուղարկել, ուրեմն սա է։ Այս էլ իրա տոպրակներն ա, հական է, այս ինչա։ Կարևոր է սա, որ սա սա։ Այ քեզ իրոք անակնկալ։ Աչքերից չեմ հավատում։ Ես գիտեի, որ սրբիչների կոմպլետ պատիրիներ, պրինցիպի։ Լավ է։ Դուք այդ ամեն ինչը ստուգեք, աղջիկ, դա նորմալ է։ Հա, նորմալ է, կարևորը միացել է, մնացածը Արդեն իրան ասած եկն է, եթե ասած եկն է։ Ջան, Ես էլ կոտրած չի, չէ։
Ես խորապես չեմ նայել, հա դուք։ Վերևումա որ լավ ապրախա Ժանել չի որ ասես է ժանել ոսքի ապրի կաշկի Աղմատը որ երեխեքը շնորհքով ենելում Ուրեմն մի անգամից որոշի փոխելա, որպես իրոք անակնկալ է։ Կարող չգիտեմ, բայց դու ասեմ հաստատ ասելու ես իմնա, բայց Դեռ էլի, տարբեր էսա օրինակ հարավալու անգմար, բանի մեկը շոկան ոսկով Ըստ դերը կացես, ուսում ես մտցնենք Արի բլոգ ենք նկարում, արի, այ քեզ էլ նկարենք բլոգ Լավն ես Արի դուք բազմաս Էլ գզացմաս տե հատ չէ Ասես ես կարող աստնա լատայի դիպուս են հարը Հարու միջոճապ նայսվե, լավոսնու, գինը հաստատեցի Սիրելի հետևորդներ ջան, արդեն նվերս վերցրել եմ, իհարկե ինձ համար անակնկալ եղավ, չեք պատկերացնի իմ ուրախության չափը, իսկապես հրաշալի անակնկալ ստացվեց ինձ համար, աննկարագրելի զգացողություններ, որ հիմա ճանապարհին եմ եւ ինձ ծանոթ երեխաներն են մոտենում, որպեսզի ինձ ողջունեն, դրա համար մի պահ դուրս եմ գալիս։ Ողջույն, սիրելիներս, հիմա արդեն շտապ եմ տուն եւ արդեն ամբողջ այս լավ օրվա կապակցությունով կմիանամ ձեզ, դեռևս չեմ շնորհավորում ձեզ մարտի 8-ի առթիվ, ուզում եմ, որ այդ ամենը տնից արվի ավելի հանգիստ ձևով, իսկ հիմա արդեն նորից այս երկար ճանապարհը կտրեմ, որպեսզի հասնեմ իմ տուն, ձեզ ասում եմ առայժմ, մինչև որ հասնեմ տուն։ Ես եկա, սիրելի հետևորդներ ջան, գնումներ եմ կատարել նաև, բացի իմ անակնկալ նվերը, հիմա կամաց դուք ձեր կոֆեն պատրաստեք, մինչև ես էլ այս գնումները տեղավորեմ, ես էլ իմ կոֆեն եփեմ ու ձեզ միանամ, այստեղից չեմ միանալու, սիրելի հետևորդներ ջան, քանի որ արդեն մթնել ուշ եմ եկել տուն, շատ գործ ունեի, մի անգամից հավերի դուռն էլ փակել եմ ու նոր եմ եկել։ Հիմա իրար հետ այս գնումներս հանենք տոպրակից, որպեսզի գիտենք չէ, որ եթե այսպես թողնեմ կքրտնի, ավելի լավ է հանեմ, տեղավորեմ, այստեղ մանրիկ չերի լոլիկ եմ գնել, ահա, և շատ լավ եմ տեղ հասցրել, քանի որ ամենավերևում էի տեղավորել, այստեղ շամպինյոն սունկ եմ գնել, սիրելիներս, կիլոգրամով էր և հնյատ եմ գնել, ոնց որ թե մի 10 հատ ստացվել եմ, ահա, միջին չափի, այս չափի սնկեր են, սիրելիներս, սա էլ այս կողմ, որպեսզի սա վաղն եմ պատրաստելու և սառնարան եմ դնելու, արդեն իսկ քրտնել եմ, այստեղ խաղող եմ գնել, 2 ջութ,
շարքեմ, կարող եմ լվանալ ամբողջը, ընտիր, շատ լավ եմ պահում, շատ, մնում է համը լինի իր նման սիրուն, մի քանիսն արդեն պոկվել է ճանապարհին, ամեն դեպքում ծանր է և նաև ցած եմ գնում, հանգստանում, հետո նոր առաջ շարժվում, այստեղ բանանն է, սա էլ եմ հանում տոպրակից, բայց բանանը սառնանում չեմ պահում, քանի որ երբ որ սառնանում եմ պահում, սևանում է, սիրելիներս, ահա, ուղղակի կպահեմ սառը խոհանոցում, այստեղ ամբողջ մրգերը խառնեցրել եմ միտեղ, և հիմա այստեղ կդատարկեմ, իմ սովորության համաձայն, ամեն ինչից 1-2 հատ և ստացվում է 2 խոշոր յուրահատուկ տանձ, այսպես, որ ասմա տանձ, խնձոր, մանդարին, հիմա մի փոքր այդ պահնա, ընտիր խնձոր, ահա, երկարավուն տեսակ է, շատերից ծանոթ, տարվա այս շրջանի նկարովի խնձորները, ինչպես որ սիրում եմ ասել, մի քանի հատ կիվի, մի քանի հատ էլ խոշոր մանդարին, քանի որ վերջերս այն մեր տեղական սովորական մանդարինը կարծես թե վերջացել է, շուկաներում չի երևում, այլ սրանք են շուկաներում շատ երևում, նաև ելակ էի ուզում, բայց չհասցրեցի արդեն վերջացել էր, այսպես, տոպրակները այս կողմ, հետո կտեսնեմ, իրենց տեղը կտանեմ, այստեղ նավաշ եմ գնել, կտրած արդեն, և սա բաղը կվայելեմ, քանի որ հիմա միայն սրճելու տրամադրություն կա և իմ անակնկալ նվերը, որը այդքան շատ ուրախացրեց ինձ, ուրեմն սիրելի հետևորդներ ջան, այս իմ անակնկալ նվերի պատմության մասին արդեն սրճելու ընթացքում, բայց մի հատ էլ էստեղից հանեմ, այսպես, քանի որ տեսա, որ այնտեղ արդեն իսկ բացվեց, հիմա ինձ մոտ այսպես ստացվեց, շարունակությունը, արդեն քիչ հետո, ընտիրություն, դե ես ասնեմ կոֆեն է պելու, մրգեր լվանալու և միանալու ձեզ սիրելիներս, ժամանակը ավելի հաճելի դարձնենք միասին, դե այստեղ արդեն ունենք նարինջը և թուրինջը և մրգերից առատ ենք կարծես թե։ Սիրել հետևորդներ ջան, ես ընթացքում նաև պեշտ եմ վառել, տունը տաքացել է լավ, կոֆես էլ դե էփածա ու էփած։ Հիմա ինձ մնում է, որ այս մրգերն էլ դասավորեմ, այս սիրուն ամանի մեջ եմ ուզում դասավորել, ահա, խաղաղ նույնպես այդ տիպի փոքր ափսեի մեջ եմ տեղավորել, ահա, նարինջը և թուրինջը տեղափոխում եմ այս կողմ, և սկսում գեղեցիկ զարդարել, մրգերը լվացել եմ, չորացրել, միայն խաղողի մի մասն եմ թողել սառնանում, որովհետև արդեն տունը գնալով ավելի է տաքանում, այսպես, շատ եմ սիրում, երբ որ բանանները հենց այսպես ամենավերջում տեղավորում ենք մրգերի ամենավերևի հատվածում, հետո մանդարինները, կիվիները,
Այսպես։ Ահա։ Եվ բանանը բացում գլխավերևում։ Արևի շողերի նման։ Մի քիչ էլ այս կողմ, որպեսզի պեչից հեռու լինի, այս կողմը տաքությունը ավելի շատ է խփում։ Ծանր է լավ, ասեմ, բոլորը խոշոր մրգեր են ու ծանր է, այսպես։ Իգուցե այս մեկը այստեղ։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, եկեք հանգիստ արդեն սրճենք եւ ես էլ պատմեմ այս անակնկալ նվերի պատմությունը։ Վերջնականապես դասավորություն տվեցի իմ սեղանին եւ արդեն եկեք սրճենք։ Ջանım ասել է, ահա, խաղն էլ շատ համով է, արդեն լվանալու ընթացքում ճաշակել եմ։ Եվ սիրելի հետևորդներ ջան, որպեսզի սուրճն էլ կարողանանք տեղը տեղին վայելել, սրճենք, հետո նոր կբացեմ այս իմ նվերը, որը այսօր ինձ այդքան թե ուրախացրեց, թե շփոթեցրեց։ Եվ այստեղ, քանի որ շփոթվելու մասին եմ խոսում, այսքան ձեր հետ խոսեցի, շփվեցի եւ դեռևս չեմ ողջունել։ Սիրելի հետևորդներ ջան, ողջունում եմ բոլորիդ, քանի որ արդեն երեկո է, բարի երեկո սիրելիներս, թող մեր օրը միշտ էլ այս ձևով շփոթության մատնի մեզ, լավ բաներով մեր շփոթության մատնի եւ ամբողջ օրը մենք բարձր տրամադրությունով անցկացնենք այդ մեր ուրախությունը ամեն պահ հիշելով ու վերապրելով, ինչպես որ ինձ հետ պատահեց այսօր։ Այս սուրճը իմ այսօրվա երկրորդ բաժակն էր, սիրելիներս, եւ ես ավարտին հասցրեցի, իսկ հիմա տեղ եմ բացում, որպեսզի համ ամենը հանեմ, այստեղ շարեմ եւ պատմեմ իմ այսօրվա հետաքրքիր օրը ձեզ։ Աշխատանքային օր էր ինձ համար այսօր, սիրելի հետևորդներ ջան, այսօր մարտի 7-ն է եւ ես կամաց նախապատրաստվում էի, այդպես մտածում էի, որ աշխատանքից կգամ եւ ինչ որ մի հետաքրքիր տարբերակով կմիանամ ձեզ, թեպետև գիտեի, որ աղջիկս ինձ համար նվեր է պատրաստել մարտի 8-յան, բայց չգիտեի, որ այս նվերն է։ Այնպես գիտեի, որ սրբիչների հավաքածու պետք է ինձ նվեր ուղարկի, քանի որ միասին ընտրել էինք թե գույնը, թե որակը, թե չափսը, մի խոսքով, այդ ամենը միասին էինք ընտրությունը կատարել։ Երեխաներս գիտեն իմ բնավորությունը եւ ինձ համար նվեր անելու ժամանակ ընդհանրապես իմ կարծիքը անպայման հարցնում են, որպեսզի իմ սրտով լինի։ Եվ ճիշտը դա է, չէ՞, ես կարծում եմ ընդհանրապես հատկապես եթե այդ նվերը երեխաների կողմից ենք ստանում, մեր ամենա հարազատ մարդու կողմից ենք նվերն ստանում, կարելի է նաև մեր կարծիքը նույնպես հարցնել, թե արդյոք ինչ ենք ուզում մենք։ Ճիշտ է, չէի ուզում, որ Սաթենիս նեղություն տամ այդ հարցում, ոնց ասած, չէի ուզում ծախսի տակ գցել, բայց շատ համոզեց, ես էլ համոզվեցի, ու այդտեղ արդեն այնպես դասավորեցի, որ մի քիչ թեթևի մեջ ստացվի, ինչևէ, բայց այնտեղ արդեն սրբիչների լավ հավաքածու էինք ընտրել, կարելի ասել դա էլ այդքան էժան չէր, նա էլ թանկ ստացվեց, բայց ոչ սրա չափ թանկ, ուրեմն սիրելիներս, մի խոսքով, ես սպասում էի իմ սրբիչի նվերին, դրա համար էլ այսօր ես այդքան անակնկալի եկա,
Բայց ինչևէ, կարողացա դրությունը շատ շուտ շտկել եւ արդեն հասկացա, թե ինչ է կատարվում։ Ուրեմն, սիրելի հետևորդներ ջան, այստեղ ամենը հանեմ։ Ահա, վերջ։ Թեպետ եւ գիտեի, որ արդեն ինչ նվեր է գալու իմ համար, բայց չգիտեի, թե որ օրը տեղ կհասնի։ Իդեպ ասեմ, որ վերջի մի քանի ամիսն է, համարյա 1 տարի է, ինչ մեր մոտ բացվել է Vibrис-ը, բայց ես չեմ օգտվում Vibrис-ից, անկեղծ ասեմ, այդպես է դասավորվել եւ աշխատանքից հետո, երբ ուզում էի տուն գալ, արդեն Սաթենը ինձ զանգեց, որ նվերը տեղ է հասել, այդ կոդը ուղարկեց ինձ, որ ես գնամ ստանամ։ Այսինքն այնպես դասավորվեց, որ արդեն նախատոնական օրին ես իմ նվերը պետք է գնայի ստանալու։ Այսօր ամսի 7-ն է եւ արդեն անմիջապես աշխատանքից հետո ուղղվեցի դեպի այդ Vibrис-ը, որը գտնվում է գյուղից մի քիչ այն կողմի վրա, շատ հեռու է։ Մեր տնից ավելի հեռու, դե արդեն, երբ որ մեր տնից եմ գնում, կես ժամվա ճանապարհ է, եթե արդեն գյուղի կենտրոնից եմ գնում, 20 րոպեի ճանապարհ է։ Մտածեցի, որ գյուղի կենտրոնական մասը կանցնեմ, հետո արդեն այդտեղից ես կողջունեմ եւ զրույցս այդտեղից կսկսեմ, կասեմ թե ուր եմ գնում, ինչի համար եմ գնում եւ այդպես շարունակություն կտայի, բայց այստեղ ասեմ, որ հենց որ ձեռքս է վերցնում այս աղցիկը, որ արդեն սկսեմ նկարահանումներս, անդադ ինչ-որ մի բան խանգարում էր, կամ ծանոթ մարդիկ էին ինձ հանդիպում, կամ մեքենաներն էին շատ գնում գալի, քանի որ ես գլխավոր ճանապարհով էի գնում, նաև էլի կարճ ճանապարհ կա, բայց ես այն ճանապարհը չեմ սիրում, քանի որ մի քիչ խորթուբորտ ճանապարհ է, ինչևէ, այդպես գլխավոր ճանապարհով ուզեցի որ գնամ ավելի հարթ է, թեկուզ եւ մի քիչ երկար էր։ Այդպես անընդհատ փորձարկելով, չստացվելով, վերջ-վերջո մի փոքր հատված ինձ հաջողվեց, որ ասեմ, որ երկար ճանապարհ եմ կտրել եւ գնում եմ մեր գյուղի Vibrис։ Որոշեցի, որ ներս մտնելու պահին նույնպես կնկարահանեմ, որ ավելի իմ վլոգը գեղեցիկ ստացվի, այդ պահով էլ չհաջողվեց, քանի որ արդեն ելքումուտք էին անում մարդիկ եւ իմ տեսու ճանաչ մարդիկ էին եւ գիտեմ, որ հատկապես գյուղական վայրերում մարդիկ մի քիչ խուսափում են հայտնվել տեսախցիկի առջև եւ դրա համար էլ ես հարգելով այդ ամեն ինչը մտա ներս եւ ներսում էլ արդեն մարդիկ իրենց հերթին էին սպասում, այդտեղ բարև, բայլուս, հարց ու փորձ եւ այլն եւ սպասում էի իմ հերթին։ Ու այդ ընթացքում մի թեթևակի հասցրեցի պատին մոտեցնել իմ տեսարցիկը ցույց տալու համար, որ ես արդեն ներսում եմ։ Ասեմ նաև, որ այդտեղի աշխատակցուհին իմ ծանոթն է, մենք լավ ճանաչում ենք միմյանց, ինչևէ, մոտեցա, որ թույլտվություն վերցնեմ նկարահանումների համար, որը արդեն իսկ այդ մասը ինձ այնքան դուր էր եկել, որ ես դա թողեցի, որ մնա իմ վլոգի մեջ, այդ մասը արդեն տեսակ թե ինչպես ընթացավ, հիմա ուզում եմ բացատրություն տալ այդ ամենին, սիրելի հետևորդներ ջան, եւ իսկապես Սաթենի արած անակնկալը ստացվեց, Սաթեն ջան, պրիվետիկ, բալես, շատ-շատ շնորհակալություն աղջիկս, շատ ուրախացա եւ ահա, այսպիսի վլոգ դասավորվեց, հիմա սիրելի հետևորդներ ջան, այդ պահին, երբ որ ես հարցրեցի, որ մի որոշ նկարահանումներ եմ ուզում անել, բայց ձեզ ցույց չեմ տա, քանի որ արդեն գիտեմ մարդկանց բնավորությունը, եւ արդեն տեսակ այդտեղ ինչ զրույց գնաց, ու այդ ընթացքում արդեն այս նվերը բացում է ինքը, բայց ես չգիտեմ, որ դա իմ նվերն է,
Եվ ուղղակի ես իմ տեսախցիկը միացրած պատրաստ էի պահել, որ ինձ հարմար պահին արդեն պատրաստ լինի այն պահը, երբ որ արդեն իմ նվերը կգա եւ այդ պահը ես կնկարեմ։ Եվ այդ ընթացքում իսկապես իմ նվերն էր բացվում, այդտեղ դուք նկատեցիք, որ ինձ սկսեց շնորհավորել այդ կինը, եւ ես այդտեղ մտածեցի, որ դա իմը չէ, եւ զրույցս կիսատ թողեցի, եւ իրեն ասեցի, լավ, դուք խոսեք ու լռեցի մի փոքր, բայց արդեն այդտեղ կողքից իմ երեսին էին նայում ու ես այդտեղ արդեն անմիջապես կենտրոնացա եւ հասկացա, որ այս նվերը հենց իմ նվերն է եւ այսպիսի լավ նվեր է, սիրելի հետևորդներ ջան, եւ անընդհատ կարծես աչքերից չէի հավատում, ինչևէ, ահա այդպես դասավորվեց իմ մարտիրության անակնկալ նվերը, սիրելի հետևորդներ ջան, այս ընթացքում որոշ ժամանակ դադար եմ առել, որովհետև երբ որ երկար խոսում եմ, ձայնս նորից ինձ չի ենթարկվում եւ նաեւ բացել եմ բոլոր փաթեթավորումները իմ նվերի եւ գեղեցիկ շարել եմ այստեղ։ Այսօր ոչինչ միտք չունեմ պատրաստելու, պետք է լվանամ, սրբեմ, հետո նոր միայն հավաքեմ, ինչ որ մի համով բան պատրաստելու համար, այդ ամենը կանեմ հաջորդ օրը եւ հիմա ինձ մնում է ձեզ մարտիրության շնորհավորանքներ հաղել, սիրելի հետևորդներ ջան, ցանկանում եմ, որ ձեր նախատոնական օրերից արդեն սկսվի ձեր նվերները, լիքը նվերներ եմ ուզում, որ դուք էլ ստանաք, թե անակնկալ ձևով եւ թե նախատեսած ձևով, սիրելի հետևորդներ ջան, ցանկանում եմ բոլորիդ կանացի երջանկություն, լինեք սիրված եւ հարգված, առատ նվերներ եմ ցանկանում ձեզ, սիրելի հետևորդներ ջան, բոլորդ էլ լավ զգաք ձեզ, լավ անցկացնեք մարտի 8-ը եւ ուրախություն ու երջանկություն պարգևի ոչ միայն այդ օրը, այլ ընդհանրապես մեր կանանց օրը պետք է միշտ էլ լցվի երջանկությունով ու սիրով, թող որ այն սկսվի այսօրվանից եւ շարունակվի ամբողջ տարին։ Առայժմ, սիրելի հետևորդներ ջան, իսկ եթե կետարքրի այս իմ նվերի օձիվը, ես կարող եմ թողնել գրառումների բաժնում։ Լավ եղեք, ուրախ ու երջանիկ եղեք։ Բարի տոներ, սիրելի հետևորդներ ջան։